Հարցադրումը այդքան էլ հստակ չէր, բայց ես թույլ տվեք պատասխանեմ։ Կարող եք նաև այդ ցանկում, որ ներկայացնում եք, վկայակոչել Գոհար Ղումաշյանի դեպքը, որի վերաբերյալ եւս կար դատարանի որոշում, որովհետև ներկայացվել էր տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն, հետագայում ոնց տեսակ օրինակ մեկ դրվագով այն ընդհանրապես քրեական հետապնդումը դադարեցվել է։ Հիմա արդյոք այդ ձեր թվարկած մեր այլ գործընկերների վերաբերյալ քրեական վարույթները հենց այդ ճակատագիրը միջդատական վարույթում կամ դատաքննության փուլում չեն ունենալու։ Եթե դրա երաշխիքը կա, ասեք իմանանք։ Հակված եմ կարծելու, չնայած նրան, որ այո, մեզ մոտ իրավապահ համակարգի ընդհանուր կառուցվածքային իմաստով խնդիրները կան նաև դատական համակարգի մասով, բայց ես իսկապես դեռևս չեմ կարող հավատս կորցնել, որ անմեղության կանխավարկածը գոյություն ունի։ Եվ հնարավոր է օրինակ ձեր թվարկած դեպքերից, իդեպ մեկը ենթադրենք վրույրի վերաբերյալ դեպքը, այ վերաբերում է միասնության թևերի կողմից հրապարակված այդ ձայնագրությանը նման մի իրավիճակի, բայց այո, վրույրի նկատմամբ ներկայացվել էր կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն եւ կա դատարանի որոշում, որ վերջինս լինի տնային կալանքի պայմաններում, բայց քաղաքացիական պայմանագրի օգտին նման գործողություն ենթադրաբար եւ առերևույթ կատարած անձի նկատմամբ դեռ նույնիսկ մեղադրանք չկա։ Հիմա այս իրավիճակում այո, իմ պնդումը հետեւյալն է. անմեղության կանխավարկածը բոլորի դեպքում պետք է հարգվի։ Լինի դա այդ մեկ դեպքը քննչական կոմիտեում, դե հակակոռուպցիոն կոմիտեում չկա ընդհանրապես, բայց այդ մեկ դեպքը քաղաքացիական պայմանագրի նկատմամբ, թե լինի 182 դեպքը ուժեղ Հայաստանի նկատմամբ, որից մեկը օրինակ Փեսայի եւ Աներոջ միջև խոսակցությունն է Քյաբաբի վերաբերյալ, որը հակակոռուպցիոն կոմիտեն ամբողջ ձայնագրությունը չի հանրայնացնում, որտեղ մարդիկ ծիծաղում են իրար հետ, խոսելով Քյաբաբի մասին։ Հիմա կներեք բարձր դատարան, որ սա դառել է դատաքննության առարկա, բայց դե ձայնագրություններից